Եկեք մենք շնորհավորենք Նարեկ Յովայքին Սոյանը։ Շնորհավորենք։ Օրակարգական մարմինների քոնտամներ իրենց որոններ իրականացնում են անձանց հասարակական հիմունքներով։ Օրակարգական մարմնի որոշումը քաղաքապետի համար կրում օրակարգի առաջին կետում ստեղծված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի Շնորհավորանի քաղաքացիների հանդես կար, ներկայացնենք քննարկման ավարտանին հաստատի, բայց մի դիտարկում էլ անեմ տարածքային մեծ դրվեց գործընթացը սկսել առանց ավականու որոշման։ Հիմա այդ բացն է վերացնում, այսինքն մենք գործընթացը սկսելու մասին որոշում ենք կայացրել։ Բայց փաստացի համայնքում այս գործընթացը արդեն անցկացվել է, հա, ունենք հաղթող ծրագիր։ Բնակիչների կողմից ներկայացվել է 4 ծրագիր, որից հաղթող ճանաչվել է շների թափառող կենդանիների համալիր ծրագիրը, որը իր մեջ ներառում էր կացարանի ստեղծումը, զբոսայգու կառուցումը եւ ընդհանուր շների թվաքանակի հստակեցումը հայ մասնավորի ստեղծումը։ Ծրագիրը նույնն է, քանի որ մասնակցային բյուջետավորը ենթադրում է, որ բնակիչներն են գրելու, այստեղ, այսպես ասեմ, ավականու որոշման հաստատել է ծրագիրը, անհրաժեշտություն չկա, անհրաժեշտ է ուղղակի գործընթացը հաստատել, իսկ հետո որ ծրագիրը կհաղթի, արդեն կորոշվել է ծրագրության արդյունքներում, ինչը մեր մոտ որոշվել է, չէ, որոշվել է ասել, մեր մոտ որոշվել է եւ գործընթացը ուղղակի մենք իշխանականների համար անհրաժեշտություն են այս որոշման Սուբվենցիա ստանալու եւ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի երկրորդային 18 փողոցների հիմնանորոգում քաղաքի ներկա իրավիճակը մեզ շարունակում է նախկինում արված անորակ շարունակվի շինարարները պետք է պատասխան տան եւ վերտեղադրի բյուջեը եւ պետք է մենք այսպես հոգացավ, սրճացավ մոդինան, չեմ ասում պախեստի բայց պետք է հասկանալ, որ ինչպես իրենք իրենց տներն են վերանորոգում, կառուցում իրենց բակերը, նույն հոգացավությամբ պետք է տրամադրել եւ սկսեն աշխատել իշար ու իմ առաջարկը է, որպեսզի մենակ անդամներ հանձնաժողով, որը մշտական եթե համաձայն եք կարող եք ստեղծել, եթե ոչ մենք այս գործառույթը պայմաններ կատարելու շինարարապարակներ, որպեսզի մեր քաղաքացիների Գյումրի քաղաքի Բելինսկի փողոցի հիմնանորոգում Հավանական է Բելինսկի անունը վերանայենք, հա, նա տեսինք ով է Բելինսկի, ով գիտե, ով է, նայենք հնա, բայց սոտիկի մենք էլ ունենք էլ էպեսի անուն է, նախ հնա թողմն հետո կնայենք հնա, Որյան փողոցի, Շիրակացի փողոցից Կամոյի փողոցի հիմնանորոգում, Երևանյան խճուղի 105 շենքից մինչև Արագած առաջին շարքը, Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցից 7-8-րդ, Մարտի փողոցից Տիմիրյազև փողոց, նրբանցքների վերջնամասի հիմնանորոգում, Դեմիրճյան փողոցի լուսացույցից մինչև Մանկապարտեզի փողոց, Կամոյի Վազգեն Սարգսյան փողոցից Շահինյան փողոց, Մերկոնյան փողոցի հիմնանորոգում,
Անդիջան Ներբանցկի հիմնավորողում Հանրապետության համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերից Գյումրի համայնքի երկրորդային 18 փողոցների հիմնավորման ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ 291 միլիոն 334 հազար 200 դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 1 միլիարդ 260 միլիոն 233 հազար 810 դրամ։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել երկրորդային 18 փողոցներ, փողոցների ցանկը կցված է ավականու նախագծին, եթե անհրաժեշտություն կա կարող են նաև ընթերցել։ Փողոցների ցանկը հոգեբանական է ծեզմը բոլորին կա, մենք փոփոխություն չենք կարել թողել եք նույնը, հաստատված ինչ որ եղել է, տարբերություն չենք դրել, ինչ կա, ասա։ Եթե Ամենից որը մեկ տարով է գտած, այսինքն պարտականությունը, որը շինարարի վրա մեկ տարով է դրված, որը խայտարակություն է։ Ինչ ժամանակահատվածում 3 տարի պարտադիր է։ Ես հիմա ասել եմ, որ պայմանագիրը դրան է, որ անպայման պետք է պատասխանատվություն կրի շինարարը 3 տարի պարտադիր լինի եւ կողմնակից են դրան, 10 ձեռքով կողմնակից ենք, ավականու անդամները լրացուցիչ ովքեր ուզում են ընդգրկվեն, ուրեմն ունենան այդ հնարավորությունը եւ վերջում էլ իրենց ստորագրությունները կազմեն, շատ ուրախ կլինեն, դա օգուտ է միանշանակ հավաքին եւ քաղաքապետարան։ Կողմնակից։ Այն հարցը երույթ է։ Ծրագիրը ստացել է, ինչ եղել է դրա համար կարող եմ դիլել, մասալ մի շարունակական տարում ենք առաջ, որևիցե մի բան եթե տեսնում եք, որ ճիշտ կարող եք ընտրվել, տեսնել, ընդհանուր շեֆությունը վերցնում է ձեր Հարցը որ եթե մեր համայնքը ավելի շատ ձեռքային կարիքների, քանի հնարավորություն կա սուբվենցիոն ձեռք բերել, ավելի շատ ձեռք բերել, որովհետև հաջորդ տարվան չի կարող։ Ոչ թե հատապասել, ինչ-ինչ ինքնատավել Եթե ուսումնասիրվել է մեր համայնքի կարիքների մեկ ոչ թե 5 կա, ուրեմն ձեռք բերեինք 5-ը, քանի հնարավորություն կա։ Ուրեմն սա նախին որոշված է, ու հավանական է տեսակ վերորոք է, որ է ձեզանից առաջ ավելի առաջ։ Երազում է դեմոկրատիայի հետ վերնամել։ Որն է այն կոնկրետ հաշվարկը, որը սահմանվել է անհրաժեշտ տեխնիկայի կողմից։ Եվ տեխնիկայի սպասարկման համար 2026-ի ինչ դասել է։ Նոր ուսումնասիրման փուլում է, թե հիմա ինչ վիճակի մեջ է։ Եթե զգացենք, որ պետք է ուրեմն մեր ուժերը չի ներու, անպայման կհրավիրենք կողմից ուժեր միանշանակ։ Հիմա քանի որ մենք նոր ենք եկել, նոր ենք անդրադառնում ենք նա։ Միակ մենք հասկանանք տեղական ուժերով մեր քաղաքապետարանի ուժերով, եթե կարող եք այն հարցը հասկանալ ինչ է կատարվել։ Դրանից հետո եթե տեսանք, որ ուժերը մասնագիտական չի ստացվում, կողմից անպայման կհրավիրենք։ Հետո ինչ երկրորդ հարցը ոնց ասեցիք տեխնիկաների համար, որ սա հերիք է թե ոչ թե լրացուցիչ ուժից է։ Որն է այն կոնկրետ հաշվարկը, որը սահմանվել է անհրաժեշտ տեխնիկայի սպասարկման համար 2026-ի ինչ կա։ Դա հաշվարկ են արել նախ։ Ավականության 2023 թվականի Տերևանի դաշնության ավականու կողմից համաձայնություն է տրվել, որպեսզի դաշնով կոնարման ներկայացնի մեր համայնքի սեփականություն հանդիսացող Երմակ Կինոնդանոց կոչվող պատմամշակութային շինություն։ Առաջարկում ենք, որպեսզի դրա այդ գործողությունը ուժը գործելած ճանաչենք, որպեսզի մենք կարողանանք այն օգտագործել համայնքային կարիքների։ Սիպտակ հիվանդանոցի մասին է խոսքը, ուղղակի դաշնում ենք ասենք։ Մենք պետք է անպայման Սիպտակ հիվանդանոցը դարձնենք հիվանդանոց։ Հիմա նախկինում դրված է, որ Սիպտակ հիվանդանոցը պետք է վաճառվի,
մենք գտնում ենք, որ քաղաքը ունի մեկ հիվանդանոց, որը շատ քիչ է քաղաքի համար։ Դրա համար կան կազմակերպություններ, հնարավորություն կա, որ քաղաքում ունենան մի քանի հիվանդանոց, ոչ թե մի հատի մեկի վրա կա։ Դրա համար այդ հին պատմական հիվանդանոցը վերականգնելու է եւ դարձնելու է հիվանդանոց, ոնց որ քարոզարշավի ժամանակ ես ասել եմ։ Հիմա դեպեր է, որ վաճառեն, բայց ես գտնում եմ, որ ձեզ հետ միասին հիմա գտնվի, որ ավելի լավ կլինի, որ դա հիվանդանոց քաղաքին երկրորդ հիվանդանոցը լինի, եւ մի հատ էլ երրորդը լինի, քան թե մեկ հիվանդանոց, ոչ միայն քաղաքին, այլ մարզին եւ այս տարածաշրջանում։ Ովքեր են կողմ, որ չեմ համարենք, նախքին որը համեցեք հարցում եք ասում։ Իսկ ինչպես իսկ նշեցիք, ինով օգտերի պայմաններում նշված է, որ պարտադիր կինո պատր։ Այո։ Հիմա նույն ձև որ օտարվի եւ նշվի, որ պարտադիր պետք է լինի հիվանդանոց ձեր նշած։ Ավելի ճիշտ չլինի վաճառու երկու մարը համակարգի, կամ թե չգիտեք ում է բարձր ամ տարի կարող եք սպասել նորից արդեն դիմել են ձեզ հստակ մարդ կա ունի ծրագիր ներդրումի բյուջեի քանակ հասկանանք եթե ավելի մեր համայնքի շահերից արձակալությամբ համաձայնենք թե վաճառենք եւ մեջ չնշենք որ ծառայելու է հազարապես որպես կլինիկա հիվանդանոց ու բժշկական ծառայություն Կարծում եմ, այս ձևաչափով ավելի ճիշտ լինի, որովհետև ինքը շատ մեծ շենք է, բավականին է, այդպես ներդրումը կլինի կատարի համայնքը վերանորոգի, կառուցվածքներ, պատեր եւ այլն։ Դե պիտի տանք ինչ-որ մեկի, այդ մեկը պիտի անի, հետո նոր շկարծի։ Այդ քնքահարույց հարցեր կան։ Ավելի ասում է, թե ես վերցնում եմ ու պետք է անպայման ծառայեցնեմ որպես հիվանդանոց։ Ինքը դա ընդունում է չգիտեք, որովհետև չկա այդպեսի նախ մեկը, որ հիմա ասի ես ուզում եմ քան գնել, ամեն դարձնել հիվանդանոց։ Երկրորդն էլ հարցը նրանում է, որ ասենք քաղաքապետարանը դառնալու է սեփականատեր, այդ բաժինից շահույթներից անպայման պայմանավորվածություն եք ձեռք բերելու, որ նայած ինչ սկզբունքով, ինչքան ներդրում կանեն տվյալ կազմակերպությունները, թե ինչքան իրանք ներդրում կանեն, ինչ է իրանից ներկայացնում հիվանդանոցի արժեքը, եւ քաղաքապետարանն է դառնալու 50 կամ 60 կամ 40%-ի սեփականատեր։ Դա շատ լուրջ բան է, ծրագիր է։ Հիմա իսկ եթե կա մարդիկ, որոնք ասենք իրենք ստանձնում են այդ պայմանը պարտադիր է նաև օբյեկտը հետագայում օտարելու կերպում։ Եթե որևիցե մեկը մեկին օտարել է, ևս այսօր ունենք 13 հարց։ Եթե լրացուցիչ հարցը